Իսկ հիմա հարցը մեկ այլ բանում է. իսկ ինչի ես դու պատրաստ հանուն Հիսուսի, իսկ ինչ զոհաբերության ես դու ընդունակ հանուն Հիսուս Քրիստոսի։ Ինչ որ ժամանակ աշակերտներն ասացին, երբ մի կին օծում էր Հիսուսի ոտքերը եւ ասացին հետեւյալ արտահայտությունը. ինչի համար այդքան մեծ ծախս, տեսնում եք, եթե մենք Հիսուսին մինչև վերջ չենք գնահատում, այդ դեպքում մենք շատ հարցերում մտածում ենք, թե ինչի համար այդպիսի ծախս, բայց եթե մարդիկ Հիսուսին ճիշտ են գնահատում, որքան այդպիսի հրաշալի հերոսներ կան, ովքեր հանուն Հիսուսի թողել են ընտանիքներ եւ գնացել են հեռու Սիբիրյան ճամբարներ։ Դրանք մարդիկ էին, ովքեր ասում էին. Հիսուսն ինձ համար տվեց իր կյանքը, իսկ ես հանուն Հիսուսի ընդամենը 5 կամ 10 տարով տունս եմ թողնում։ Պարզվում է, եթե դու Հիսուսին ճիշտ ես գնահատում, այդ դեպքում շատ բաներ քեզ համար ափսոսալի չեն հանուն Հիսուսի, եւ հակառակը, եթե դու Հիսուսին ցածր ես գնահատում, այդ դեպքում նաեւ քո կյանքի պտուղները, թե ինչի ես պատրաստ հանուն Հիսուսի, հասարակ ու տարական են։ Եվ այսօր, իմ բարեկամներ, ասում եմ ձեզ ու ինքս ինձ, երբ Հիսուսը սահմանում էր գինը, թե որքան է նա գնահատում քեզ, նա գնահատեց քեզ ոչ ոսկիով, ոչ արծաթով, ոչ թանկարժեք քարերով, նա գնահատեց քեզ ամենաթանկով, որն ուներ երկնային Հայրը, իր միածին Որդիով։ Եվ այսօր Աստված ունի բոլոր իրավունքները դիմելու քեզ եւ հարցնելու. իմ որդի, իմ աղջիկ, իսկ ինչպես ես դու գնահատում ինձ, որոշիր եւ ասա գինը։